Երբ մարդու սեփական կարծիքը դրված է հարվածի տակ հենց իր կողմից, ուրեմն կա կախյալության վտանգ։ Ողջույն, եթե ձեր էկրաններին ես եմ, էկրաններին սուրճն է, նշանակում է ես կրկին հանդիպել եմ իմ շատ սիրելի, բարի, պրոֆեսիոնալ և պարզապես լավ մարդ ու լավ ընկեր Մարիամին Հոգեբան։ Ողջույն սիրելիս, մենք արդեն սուրճը կես ենք արել, նշանակում է մեր թեման պատրաստ է, չէ՞, առաջի պայից մինչև սուրճի կեսը, մեր քննարկման մեջ արդեն ծնվում է այն կարևորը, որը որ քո մասին է։ Այո, այսօրվա թեման ևս քո մասին է և այսօրվա թեման կախյալ մարդն է։ Ինչքան շատ են մարդիկ կախյալ դառնում ծնողի կարծիքից, հետո դա դառնում է հասարակության կարծիք, կախյալ են դառնում թրենդներից, նորաձևությունից, տարբեր երևույթներից, որոնք որ սկսում են նրանց կառավարել։ Կախյալությունը մեկ մեծ վտանգ ունի, դա կառավարում է մարդուն և մարդուն դնում մեծ հարվածի տակ։ Կախյալության մեջ կորում է մարդու ինքնությունը, ձեռագիրը, օրիգինալությունը, նույն ինքը յուրատիպությունը։ Կախյալությունը մարդուն, կարծես մարդը թելերով կապված լինի և այսպես խամաճիկի նման ենթարկվի այն ամենին, ինչ նոր է, ինչ սոցհարթակում է, ուրեմն պետք է լինի իր կյանքում։ Եթե հեռախոսի վերջին մոդելը նրա ձեռքին չէ, ուրեմն նա դժբախտ է։ Այսպիսին է կախյալության սկիզբը և ավարտը։ Ինչպիսին են այն մարդիկ, ովքեր կախյալ են։ Իրականում մարդը ինչպիսին չէ, որ դառնում է կախյալ, այլ կախյալությունը վարքի ձև է, որ տարատեսակ մարդիկ կարող են դա ունենալ, այսինքն և ուժեղ կամք ունեցող մարդը կարող է հայտնվել, և թույլ կամք, և հուզականը, և ոչ հուզականը, և բարին, և չարը, և ինքնակառավարվողը, և ոչ այնքան։ Իրականում կախյալությունը ինքը կարծես առանց դուռը թակելու գալիս է մարդու կյանք, և շատ դժվար է անգամ մեզ համար ուժեղ մարդը, ով ունի ինքնակառավարում, չենթարկվի նորաձևության, թեկուզ այն դեպքում, որ կարող ասել, դե տեխնիկայի մասով ասենք, որտեղ հեռախոսները հիշատակեցի, որ դա ավելի հարմար է, ավելի արագ է, ավելի լավ է նկարում, ավելի տարողունակ է, բայց միևնույն է ինչ-որ սահման կա, որից հետո դա արդեն կախյալություն է։ Եվ երևի թե դա ճանաչելու համար շատ կարևոր է այդ սահմանը ճանաչել, որ եթե հեռախոսի նոր մոդելը դուրս է եկել, բայց ես դեռ 1 տարի է ինչ ունեմ հինը, դա դեռ շարունակում է ինձ ծառայել և լինել օգտակար։ Եթե մարդու վարքի մեջ չկա ցուցամոլություն, ցուցադրական վարք, որով որ նա պետք է առաջինը համարվի և գնահատականի արժանանա, ապա նա մեկ հեռախոսը որոշ ժամանակ օգտագործի, բայց սա ասում եմ կարմիր դրոշակի համար, որ եթե դեռ քո իրը քեզ ծառայում է, բայց դու արդեն նորի համար ունես սրտխփոց, ուրեմն դու արդեն կախյալության մեջ ես։ Փորձեմ հարցս մի փոքր փոփոխության ենթարկել, ինչպիսի դրսևորումներ են հայտնվում կամ ցուցաբերում կախյալ մարդը։ Կարող եմ իմ պատկերացրած օրինակը բերել, մարդ, ով որ անտեսում է կամ փակում է կամ մոռանում է կամ խեղդում է այն իրական ցանկությունը, որը որ ինքը ունի եւ առաջնորդվում է ուրիշի ցանկություններով։ Մարդ, ով որ դադարում է ինքնուրույն որոշումներ կայացնել եւ իրականացնել, շարժվում է իր կյանքի հունով, ընդունելով փաստ ուրիշի որոշումները, ուրիշի ցանկությունները, ուրիշի նկատառումները, ուրիշի նկատողությունները եւ փորձում է հարմարվել այն պատկերացումներին, որը որ ուրիշը ունի, այն ակնկալիքներին, որը որ ուրիշն է ակնկալում եւ սպասում նրանից։ Երբ մարդու սեփական կարծիքը դրված է հարվածի տակ հենց իր կողմից, ուրեմն կա կախյալության վտանգ։ Երբ մարդ որոշակի իրավիճակում, որոշ տարիքից սկսած զգում է, որ ինչքան ժամանակ է իր կարծիքը որևէ տեղ չի օգտագործել, որովհետև վախենում է, որ իրենը չեն ընդունի, իրեն չեն հասկանա, ուրեմն արդեն կախյալ է։
Երբ մարդ շատ սրտին մոտ է ընդունում եւ ցավագին է տանում այն ամեն ինչ ասվում է իր մասին, իր հագուստի, իր արտաքինի, իր արարքների, ուրեմն նա արդեն կախյալ է։ Իրականում մենք հուզակամային դաշտում նուրբ անկյուն ունենք, որտեղ որ ուզում ենք ընդունված լինել։ Այդ պարտադիր ինքնընդունման հանդիպում երբ կազմակերպենք, սրա մասին երկար կխոսենք։ Այդ նուրբ անկյունում ինքը ուզում է, որ իրեն տան հուզական գնահատական, ինչ գեղեցիկ ես, սազում է, ինչ խելացի միտք էր, ինչ կարևոր էր քո հենց այս միտքը, եւ այսպես շարունակ կարելի անվերջ ասել։ Եվ եթե դա որոշակի աստիճանից գնալով մեծանում է, որ մինչև չասեն լավն է, դա քեզ համար արժեք չունի, ինչքան է որ դու դրա վրա աշխատել ես կամ քո գլխում է դա ծագել, այդ կախյալությունից ազատվելու համար առաջինը հարգանքն է սեփական գաղափարի հանդեպ, սկզբունքային լինել սեփական մտքերում։ Ես արդեն գնացի լուծման դաշտ, բայց մարդկանց նկարագրել, ովքեր ընկնում են կախյալության մեջ, կարծես նրանք մի առանձին խումբ չլինեն։ Ամեն մարդ ի վիճակի է ընկնել կախյալության մեջ, եթե նուրբ սահմանը հատվում է, որովհետև այս երևույթի մեջ այնքան էմոցիաներ կան, այնքան մանիպուլյացիաներ կան, այնքան կառավարումներ կան, ազդեցության եւ ներազդման մեխանիզմների դիմաց ցանկացած մեկը անպաշտպան է։ Եթե չի ճանաչում սեփական տարածքը, եթե չի ճանաչում այն նուրբ երևույթները, որոնք որ արդեն իր դուռը թակում են, ճանաչել եւ կլինես պաշտպանված, բայց յուրաքանչյուրի հետ զրույցում իր սահմանն են գծում, որովհետեւ շատ հեշտ է շփոթել օգտակար կարծիքները, այն կարծիքները, ովքեր օգտակար չեն, բայց քեզ կառավարում են։ Մեկ օգտակար կարծիքը կարող է դառնալ կախյալության հիմք, որովհետև մարդը կարող է այս իրավիճակում, օրինակ, բերենք ատամնաբուժությունից, սենց օրինակ մտքովս անցավ։ Մարդը օգտվում է ատամնաբուժի խորհրդից, բայց ընկնում է կախյալության մեջ նաև մյուս խորհուրդներից, որտեղ այնտեղ նուրբ սահման է հատվում։ Այդ երևույթի համար ասված միտքը կարող է դառնալ հետապնդող կպչուն միտք եւ ձևավորել մի ամբողջ կախյալ վարքի մեխանիզմ։ Դե նորաձևությունը մատնանշեցի, այսինքն կախյալությունը որոշակի տարիքի երիտասարդների համար վտանգ է ներկայացնում հատկապես թրենդների մասով, միջին տարիքի համար առողջապահական խնդիրների մասով, որովհետև բոլորը սկսում են ճնշում չափել, դեղեր օգտագործել, ով ինչ դեղ խմում է, այդ ամբողջ ընկերախումբը սկսում է դեղեր օգտագործել, երբ հարցում ես դու ունես այդ խնդիրը, ասում է դե կանխարգելիչ նպատակներով, ավելի կենցաղային ասած, ասում են նավսյակի, բոլոր դեպքերի համար։ Եվ կախյալության շատ վտանգավոր ձևեր, դրանք վարքային ձևերն են, որոնք որ մեզ հայտնի են արդեն ալկոհոլից կախյալության տեսքով, թմրանյութից կախյալության տեսքով, խաղերից եւ իհարկե մարդկանցից, այսինքն սիրային տարբեր ձևերից։ Եվ վտանգավորներից մեկը կախյալություն կարծիքից։ Այո։ Եվ ում կարծիքից, այն մարդկանց, ում նույնիսկ դու չես էլ ճանաչում, ովքեր քեզ չեն եղել երբևէ հարազատ, ովքեր քեզ չեն ճանաչում, եւ քո անցած ճանապարհը չեն ճանաչում, եւ քո ներկա հոգեվիճակը չեն ճանաչում։ Իրականում հանրային կարծիքը հայտնի ֆիլմից հիշեցի, իսկ մե բոլորը կհիշեն, Կտորմը երկինք ֆիլմից, որ ասում է համայնքը զորավոր է, հենց հանրային կարծիքի մասին է, ով ինչ կասի։ Եվ ինչպես է հանգուցալուծումը գնում, որ հերոսը ընտրում է իր երջանկությունը եւ ասում է ուր էր համայնքը, երբ ես դժբախտ էի եւ կարիքի մեջ էի։ Շատ կարեւոր կտոր է, որպիսի կախյալ մարդը, ում հաճախ կարելի է անվանել իրավիճակի զո, կարծիքի զո, բերել այն դաշտ, որ երբ դու ինքդ մաքարելով ճանապարհ ես հարթում, հասարակությունը եւ իր կարծիքը որևէ պահից քեզ նույնիսկ քո տեղը չգիտի, որ քեզ օգնի։ Եվ երբ դու ինչ որ հարթակում ես, ինչ որ բարձրության վրա ես եւ բոլորը իրենց պարտքն են համարում այդտեղ կարծիք ասել, պետք է խնդրել, որ այդ կարծիքը անպայման պահեն իրենց։ Եթե նույնիսկ հայտնում են, ինչ կարող ես անել, շնորհակալություն կարծիքի համար, բայց շատ կարեւոր է, որ դու մարդը
ինքը իր անցած ճանապարհը այնպես սահմանագծի, որ որևէ փնթի կարծիք չկարողանա այդտեղ ջուր պղտորել։ Կարծիքները լինելու են, բայց դու պետք է քո ճանապարհը, քո դերն ու դիրքը հստակ սահմանագծես։ Ասել կուզի, կախյալությունից ազատվելու համար պետք են ճիշտ անձնային սահմաններ։ Իմ սահմաններում ես ինքնուրույն եմ եւ ազատ եմ։ Եվ եթե օրինակ մասնագիտական կարծիքի կարիք ունեմ, դա պրոֆեսիոնալ է։ Ծնողական խրատի կարիք ունեմ, խորհրդի կարիք ունեմ, դա մարդկային է։ Ընկերներիս հետ քննարկելու կարիք ունեմ, ինչ որ մի բան որոշելու, դա ընկերական է եւ կարելի է այսպես բոլոր սահմանները ճիշտ դնել։ Եթե ստացվել է ինձ մոտ, կստացվի նաեւ բոլորի մոտ։ Ինչ կասեն, եթե ես դա անեմ։ Ինչ կասեն, եթե ես սա ասեմ։ Ինչ կասեն, եթե ես սրանից հրաժարվեմ, որովհետեւ այլևս չեմ ուզում։ Որովհետեւ այս ամեն ինչի մեջ ես երջանիկ չեմ ու հաջողակ չեմ։ Ինչ կասեն, եթե ես ուզում եմ իմ անձնական տարածքը։ Ինչ կմտածեն, եթե ես երջանիկ չեմ, ուզում եմ բաժանվել։ Ինչ կասեն, եթե այս մասնագիտության մեջ ես հաջողակ չեմ, ուզում եմ փոխել։ Ինչ կասենները։ Կասել մարդը, ով կախյալ է։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, բայց ուր են տանում այդ ինչ կասենները։ Իրականում լիա հենց այդպես են հարցերը հնչում, եւ մենք կարիք ունենք ոչ թե այդ հարցերին պատասխանելու, այլ այդ հարցերի համար գործողություններ անելու։ Ես չգիտեմ ինչ կասեն, պետք է երջանիկ դառնալ եւ կտեսնենք ինչ կասեն։ Իսկ հնարավոր է այդ ինչ կասենների հարցը գալիս է նրանից, որ երբեմն մեր ընտրությունների եւ ցանկությունների մեջ մենք չենք ստացել մեզ համար հարազատ մարդկանց ծնողների հաստատումը։ Իհարկե։ Եվ դրա համար միշտ մտածում ենք, թե ուրիշները ինչ կասեն, գուցե չընդունեն, եւ ավելի լավ է անեմ այնպես, ինչպես որ նրանք են ինձ համար ճիշտ գտնում։ Լիա սիրելիս, իրականում դու գնացիր դեպի բազային բարդույթները, ինչ կասեն ծնողները, բայց մեր հետևորդներն էլ ինձ թվում է բազմաթիվ հանդիպումներից սովորեցին, որ եթե մեր ներսում էս այդ երեխան մեծացել է, դա առանձին աշխատանքի հարց է։ Այստեղ տալիս ենք, այստեղ եւ հիմա պատասխանը։ Երջանիկներին չեն դատում։ Միշտ կախյալ մարդը մեկ մեծ խնդիր ունի։ Ինքը այստեղ եւ հիմա ինքնաբավ չէ։ Ամեն բան իրեն չի գոհացնում եւ ինչպես է աշխատում։ Մեխանիզմը, պաշտպանական մեխանիզմը աշխատում է, որ ներքին հարցը հնչեցնում է ուրիշների անունից։ Մասնագիտությունը չի գոհացնում, պետք է փոխել։ Բայց բավարար էներգիա, համարձակություն, ռեսուրսներ չկան եւ հարցը հնչում է այսպես. ինչ կասեն, եթե ես փոխեմ։ Չէի խորացել այդ Այո, ուղղությամբ։ եթե մենք փոխենք մասնագիտությունը, դիցուկ այդ հարցը ես եմ հնչեցրել։ Ես կփոխեմ մասնագիտությունը, կծանոթանամ կարծիքներին եւ կընտրեմ ինձ համար ամենաօգտակարը։ Բայց եթե մենք կախյալ ենք դեռ ծնողների կարծիքից եւ պետք է ժամանակ ծախսենք քննադատելով ծնողներին, դատավոր լինելով ծնողներին շատ ու քիչ ասածների հանդեպ, դա իհարկե թերապևտիկ դաշտում հատուկ հանդիպումների արժանի հարց է, բայց մեր հանդիպումների ժամանակ քո մասինի շրջանակներում կարևոր է, որ բոլոր հարցերը ինչ կասենի շարքից, հանրային կարծիքի շարքից ավարտվեն մեր կարևոր ընտրությամբ, եթե նույնիսկ դա կլինի մարդու կյանքում աշխարհի ամենասխալ որոշումը, որ ինքը կփոխի մասնագիտությունը կամ կբաժանվի կամ կանի այն քայլը, որից որն ամենաշատն է վախենում, միևնույն է, ներսում անավարտ այդ գործողությունը անընդհատ մղելու է։ Ինչպես ասում են, որևէ բան թելով չես կապի, որևէ բան զորով, ուժով չես պահի։ Շատ կարևոր է ընտրության դաշտում, ինչու է թերապիայի դաշտում կարևոր օրինակ առանձին մտածել, մտքերի հետ մենակ մնալ, որոշ ժամանակ առանձնանալ, որպիսի տարածություն եւ ժամանակ ունենաս հասկանալու իսկ որն է քոնը։ Ինքդ քեզ հետ շփվելու։ Այո, այո։ Այս եւ նման շատ հարցեր բացառապես մեր ներսում են ծնվում, բայց մենք պրոյեկտում ենք բոլոր հնարավոր անհնար մարդկանց վրա, ովքեր որ կարող են մեր կյանքում ունենալ դեր եւ դերակատարում։
Քո մասինի շրջանակներում քո մասին պետք է լինի միայն քո կարծիքը։ Քո մասինը քո կարծիքի մասին է եւ հանրային կարծիքից կախյալությունը դա սկսվելու է անգամ մանկապարտեզում թե ում հետ ես խաղացել, դպրոցում ինչպիսի շփումներ ես ունեցել, անգամ դպրոցի ճաշարանում ով է հաց ուտելիս քեզ ուշադիր նայել, ամեն ինչը կարող է իր մանրամասնության մեջ լինել կարևոր, բայց այստեղ եւ հիմա լուծումը այն է, որ քո մասին ամենակարևոր կարծիքը քո կարծիքն է, որը անցել է ճանապարհ, որը ունի փորձ, ինչպես ասում են, քո կարծիքը ունի ստաժ։ Մենք կարող ենք հաջողանալ միշտ բոլորին։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է հասարակությունը։ Հասարակությունը անհատներից կազմված մի ամբոխ է, եւ մենք փորձում ենք հաջողանալ ամբոխին, հասարակությանը։ Արդյոք հնարավոր է միշտ հաջողանալ բոլորին։ Ուզում եմ միշտը եւ բոլորը վերցնենք ճակերտների մեջ, ընդգծենք կարմիրով։ Միշտը եւ բոլորը։ Եթե մի նախադասության մեջ կան միշտ եւ բոլոր հավաքական բառերը, ապա արդեն նախադասությունը հոգեբանական չէ, որովհետեւ միշտ եւ բոլորի համար չես կարող լինել սիրելի եւ հաճելի։ Նույն կողմից նայենք, միշտ եւ բոլորի համար չես կարող լինել տհաճ եւ ատելի, որովհետեւ մենք միշտ այն կողմից ենք նայում, որ ինչի բոլորի համար հաճելի չենք եւ նույն ձև ինչու պետք է բոլորի համար լինենք հաճելի։ Մեր մտքերի հակասության հանդիպումները ծնում են ճշմարտությունը։ Մենք կարող ենք ունենալ այն լսարանը, որը մերն է։ Ես կարող եմ ունենալ այն ընտանիքը, որը իմն է։ Ես կարող եմ ունենալ այն մասնագիտությունը, որը իմն է։ Այս ամենի մեջ եթե էմոցիա ենք ավելացնում, ես կարող եմ ունենալ այն լսարանը, որի հետ ես ներդաշնակ եմ։ Ուրիշի լսարանը չեմ ուզում։ Ես կարող եմ ունենալ այն ընտանիքը, որը իմ ներդաշնակության անկյունն է։ Ուրիշի ներդաշնակը չեմ ուզում։ Որտեղ նույն ձևով ուրիշի լսարանը, ուրիշի ներդաշնակը, ուրիշի ուրախությունը, ուրիշի լավ կյանքը չի կարող քո համար լինել։ Ուրիշի լավ շորը չի կարող քո լավ շորը լինել։ Եվ դրա համար յուրաքանչյուրս մեր կյանքի ուղու ճանապարհին կերտում ենք այն ճանապարհը, որը մենք կարող ենք քայլել։ Եվ իմ կոշիկն է, ուրիշի կոշիկներով երկար ճանապարհ չեմ անցնի։ Շնորհակալ եմ։ Ստացվեց։ Այո, ստացվեց, որովհետև այն հարցերը, որոնք որ ես ուղղում եմ եւ փորձում եմ բարձրաբանել քեզ հետ, դրանք անում եմ ոչ թե միայն ինձ համար, հազարավոր մարդկանց անունից, սրտից, մտքից, հոգուց փորձում եմ։ Ես կարծում եմ, որ այսօրվա մեր հանդիպումը եւ քննարկումը եւս ծառայեց իր տրամաբանական նպատակին եւ կարծում եմ, որ այս հանդիպումը եւ ընտրված թեման եւս քո մասին էր։ Շնորհակալ եմ քեզանից։ Սիրով։ Մենք պետք է հաջորդիվ սովորենք ինքնընդունումը։ Հաջորդ թեման արդեն պատրաստ է, շատ շուտով մենք կխոսենք եւ կներկայացնենք։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, որ բաց չթողնեք մեր հետագա կարևոր թեմաների քննարկումները, հատկապես որ դրանք քո մասին են։ Շնորհակալություն։ Լիա ջան, ես խոսում եմ քո հետ։ Քունը ստանում է, այսօր էլի նա տա։ Ես խոսում եմ քո հետ, արթնացիր քնից։ Կոկորդս քերում ամ, ես տակ ջուրա պետք է սա, էսից եկա։ Կունենանք տակ ջուր։ Վաննայում։ Հա, փրփուրով։